ցելքի հատվածում մազերից ազատվելուց հետո նկատում եք այս պատկերը, հա։ Ինչ է սա քոր, ցան, անհարմարության զգացողություն, ցավ, այդ երևույթները հիմնականում առաջանում են ոչ ճիշտ խնամքի արդյունքում, որպեսզի ճիշտ խնամեք, ձեզ անհրաժեշտ է երկու գործողություն, անմիջապես սափրելուց հետո օգտագործել մաշկը վերականգնող միջոցներ, հիմնականում ցանկալի է գելային հիմքով միջոցներ, օրինակ սա, հա, ինչի համար գելային հիմքով, որովհետև գելը ավելի արագ է ներծծվում եւ անմիջապես հետո կարող եք հագնել ներքնազգեստը։ Եվ հաջորդը դա մաշկը շրտազատող միջոցներն են, ինչի համար է դա, որովհետև մահացած բջիջները չեն թողնում, որ մաշկը ինքնուրույն հանգիստ դուրս գա եւ աճում են մահացած բջիջների տակ կամ ներս են նորից աճում, որպեսզի խուսափեք այդ խնդրից, այստեղ արդեն օգնում են օրինակ իմ համար ամենասիրելի պրոդուկտը դա էնզիմային փոշին է։ Եվ այստեղ հաջորդ կարևոր նրբությունը, եթե մազերը հեռացնելուց հետո նույն օրը ունենում եք սեռական հարաբերություն, ցանկալի է հարաբերություն ունենալուց հետո նույնպես օգտագործել մաշկը վերականգնող միջոցը, որովհետև հարաբերության ընթացքում մաշկ կոնտակտ է լինում, քրտնում է մաշկը, ինչը նույնպես իրավիճակը ավելի է սրում եւ ցանկալի է անմիջապես հետո օգտագործել մաշկը վերականգնող միջոցը։ Այսինքն ստացվում է, որ այս պատկերից խուսափելու համար մեզ պետք է օգտագործել մաշկը վերականգնող միջոց եւ մաշկը շրտազատող միջոց։